Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք առավոտի ջրբաժան նախագիծը եւ մենք խոսում ենք մեզ հայաստանցիներից եւ ընդհանրապես աշխարհը բաժանող բաժանարար գծերի մասին։ Եվ այժմ իմ զրուցակիցն է ազգային ժողովրդավարական Բևերի խորհրդի անդամ Գարեգին Չուքազյանը, շնորհակալություն Գարեգին։ Ես ուզում եմ հենց սկզբից խոսել մի բաժանարար գծի մասին, որը մեր հասարակության մեջ առաջացել է վերջին տարիներին եւ հատկապես ամիսներին։ Նրանց, ովքեր անհանգստացած են, տագնապում են այսպես կոչված անկլավների վերադարձի, այսպես կոչված ադրբեջանցիների ընդհանրապես վերադարձի, եւ նրանք, օրինակ ես անհանգստացած եմ, եւ նրանք, ովքեր կարծում են, որ դա օքեյ է, կամ կարծում են, որ իշխանությունը դա չի անի, կամ ընդհանրապես անտարբեր են։ Դա լուրջ բաժանարար գիծ է ձեզ։ Այո, ես կարծում եմ լուրջ բաժանարար գիծ է, դա պատասխանատվության զգացում ունեցող մարդկանց եւ կարելի ասել անպատասխանատու մարդկանց բաժանարար գիծ է նաեւ։ Մարդիկ, որոնք ասում են, որ այդպիսի բան չկա, այդպիսի բան տեղի չի ունենա, որքան ինչի վրա են նրանք հիմնվում։ Այստեղ ես մեր հասարակության մեջ ուրիշ ձևով էլ կբաժանեմ մարդկանց, կան մարդիկ եւ որոնք փոքրատիվ են իհարկե, որոնք ոչ միայն սպասում են թե ինչ կլինի, այլև փորձում են պլանավորել ապագան, որոշակի պատրաստվել այդ ապագային, ես դրանց կկոչեի ճարտարապետներ, որոնք փորձում են հասկանալ ապագայի տեսլականը եւ համապատասխանաբար հարմարվել դրան։ Կան հրշեջներ, որոնք չեն մտածում շատ ապագայի մասին, բայց ազնիվ մարդիկ են եւ երբ որ հանկարծ ինչ-որ հրդեհ է առաջանում, պատրաստ են ռեակցիա են տալիս։ Այո, անգամ ինքնազոհաբերվել, ինչպես եղավ մեր վերջի պատերազմի 44-օրյայի նկարի ժամանակ, երբ որ մենք տեսանք մասսայական նաեւ այդ իմ համար զարմանալի էր, որովհետեւ նախորդ պատերազմում այդպես չէր։ Եվ կան ջայլամային, այսինքն մտածողություն ունեցող մարդիկ, որոնք չեն ուզում տեսնել առասարակ իրականությունը, մտածել այդ իրականության մասին եւ այլ։ Եվ չորրորդ խումբը կա, այսպես ասած, ցինիկների խումբը, որոնք ամեն ինչի գինը լավ գիտեն, ամեն ինչ լավ հասկանում են, բայց իրենց մի շահ ունեն, մի արժեք ունեն, դա այսպես ասած ոչինչն է։ Իմ աչքաչափով չեմ կարող սոցիոլոգիական տվյալ ասեմ, ջայլամները մեծամասնություն են կազմում։ Ես ջայլամ չէի կոչի մարդկանց, ջայլամային մտածողության մարդիկ, որովհետև հոգու խորքում հավանաբար դրանց մեջ էլ կարելի է տարբերակել մարդկանց, որոնք մեղքից զգացողություն ունեն։ Եվ իրենց համար էլ ինչ-որ արահետ պետք է թողես, որ այդ մարդիկ կարողանան ինչ-որ ժամանակ որոշում կայացնել իրենց կյանքում։ Բայց այո, մեծամասնություն են։ Ընտրությունները ցույց տվեցին, որ անտարբերները, այսպես ասենք, մեծամասնություն են կազմում։ Գիտեք, կարող ենք մի ուրիշ անկյունից դիտել այս ամեն ինչը, որպես անլեզվության վիճակ նաև։ Ընդհանուր հասարակության մեջ խնդիրը ձևակերպելու անընդունակություն, ես այդպես եմ կոչում անլեզվություն։ Այդպես եղել է, օրինակ 1920 թվականի աղետից հետո, չէ, առաջին հանրապետության, երբ որ անլեզվություն էր տիրում։ Մարդիկ չէին կարողանում ձևակերպել ինչ պատահեց, ինչու պատահեց մեր 5 տարիների ընթացքում, ասենք 14-ից մինչև 16 առաջին համաշխարհային պատերազմը ինչ որ տեղի ունեցավ, այնպիսի աղետ էր, որ հնարավոր չէր անգամ ձևակերպում տալ այդ աղետին։ Եվ տևեց, քանի սերունդ տևեց, որպեսզի այդ աղետը ձևակերպում ստանա։ Մինչև 88 թվական, տենց ասեմ։ Եվ ավելին, ասենք այն սերունդը, որը ներկա էր ժամանակ մտավորական, նույն Չարենցը ասենք։ Չարենցը ինչ բան պատեպատեր են գնում ձևակերպումներ տալու Լենինոալից մինչև ասենք ռեկվիեմը 36 թվի իր գրված սա հանճարեղ մարդու մասին ենք խոսում, բա հասարակ մարդիկ ինչպես ձևակերպեին, չէ, իրենց այդ պատահածը։ Հիմա մեր հետ աղետ է տեղի ունեցել, լուրջ աղետ է տեղի ունեցել, եւ այդ աղետից հետո էլի անլեզվական վիճակ է տիրում մեծամասամբ։ Անկամ ճարտարապետ իմ ասած կոչած մարդկանց մոտ շատ դժվար ձևակերպումներ են տրվում, թե ինչ պատահեց, ինչ է դեռ պատահելու։ Ուրեմն այս խնդիրը իսկապես դժվար խնդիր է։ Ընտրությունները ցուցիչ են։ Ես նկատի ունեմ, գիտեք ինչ,
Եթե ընտրություններ ըստ էության չեն անցկացնում, եթե դա բյուրոկրատական ինչ որ մի հատ նոմենկլատուրային միջոցառում է եւ դա մեղմասած առաջին անգամ չէ մեր պատմության մեջ, հա, Հայաստանի, ապա խոսել ով ինչպես քվեարկեց, ով ինչ մանդատ ստացավ, իմաստալից է թե չէ։ Ոչ։ Խոշոր հաշվով իհարկե ինչ որ ջրբաժան ցույց տվեց հասարակությունը, որ կիսված հասարակություն ունենք, դա փաստ է։ Բայց այն իմ ասած իմաստով, խնդրի ձևակերպման իմաստով, ես չեմ կարծում, որ հստակ ձևակերպումներ, ասենք, ընդդիմությունը ունի կամ իշխանությունը ունի, չէ։ Երկուսն էլ հստակորեն իրենց առաջարկները կարծում եմ, որ ժամանակավրեպ են։ Այսինքն ժամանակը շատ ավելի առաջ ընկած է, քան այն ձևակերպումները, որոնցով մենք նայում ենք այդ ժամանակին։ Իսկ նրանց ընտրողները ժամանակի մեջ են առավել եւս, որովհետեւ ընտրողները հետևում են, չէ, այսինքն իրենք ձայները տալիս են այն ընտրությանը, որը դրված է հրապարակում։ Կարող է հնարավորություն ունի Փաշինյանը օրինակ ասել ոչ Տիգրանաշենում ոչ մի ադրբեջանցի չի ապրի, ոչ Արցվաշենի դիմաց, ոչ Թուրքիայի սահմանը բացելու դիմաց, որևէ բանի դիմաց մեր ճանապարհի վրա ադրբեջանցիներ չեն լինի։ Կարող է այդպիսի բան ասել։ Ասելը մի բան է, անելը ուրիշ բան է։ Այստեղ պետք է հավելի խորը տեսնենք, թե առասարակ ինչ է այսօրվա ճակերտավոր իշխանությունը կոլաբորացիոն ինչ է տեսնում։ Եվ դրան այսպես որպես այլընտրանք ինչ կարող է առաջանալ հասարակական տարբեր ուժերի։ Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք, իսկ բազմիցս եմ սրա մասին արտահայտվել, հերթական անգամ կրկնում եմ, մոտակա ամենամոտ պատմական համեմատությունը, որ կարող ենք անել, դա Ֆրանսիայում պատերազմի պարտությունից հետո Վիշիի կառավարության օրոք ինչ էր տեղի ունենում, ընտրությունները ինչ է տեղի ունենում եւ ֆրանսիացի ժողովուրդը իբրև թե ընտրում էր հենց Պետենին, ոչ թե, ասենք, Դեգոլին, որ Դեգոլին առանձնարկ չէին էլ ճանաչում, ով է Դեգոլը, ինչ որ մեկը պատահաբար Լոնդոնից խոսում է։ Այդպես էր, Դեգոլը չուներ լեգիտիմություն Ֆրանսիայում։ Այսինքն Ֆրանսիայի ժողովուրդը կողմ էր ֆաշիզմին, գերմանական օկուպացիային։ Պարտվելուց հետո, այդ աղետից հետո չէր կարողանում ուշքի գալ եւ ընտրության ժամանակ ձայնը տալիս էր Վիշիին։ Այսինքն Պետենին էր տալի։ Այսինքն ինչ մենք այդպիսի պատմական իմպերիայի մասն ենք խոսում, ինքը իմպերիա էր, Ֆրանսիան ժամանակ Աֆրիկայի կեսը տիրապետում էր։ Այդ երկիրը անգամ չէր կարողանում ուշքի գալ ձևակերպել իր նոր մոտեցումը, չէ՞։ Հիմա մենք շատ ավելի փոքր երկիր լինելով պարտվել ենք եւ այդ պարտությունից հետո առաջացել է մեր մոտ կոլաբորացիոնը, այսինքն բառը իմիջիալոց չի արտահայտում հայերենում մարդիկ երբեմն չեն հասկանում ինչի մասն է խոսքը, էլի։ Խոսքը թշնամու հետ համագործակցող իշխանության մասին է։ Սա հայերեն բացատրությունն է կոլաբորացիոնի։ Թշնամու հետ համագործակցող։ Հիմա թշնամին ինչ որ թելադրում է իր օրակարգը, մենք ունենք մի իշխանություն, որը ընդունում է։ Եվ պատմության մեջ, գիտեք, նաև առասպելների մեջ, ասենք, ծռան վերգոյից սկսած այդպիսի իշխանություններ ունեցել ենք մենք։ Դա առաջինը չի, վերջինն էլ չի երևի։ Բայց այսպիսին դասական օրինակ է, էլի, պատմական։ Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը ստրատեգիական շարունակում է լինել հայոց պետականության ոչնչացումը։ Եվ արդյոք այս իշխանությունը դա հասկանում է եւ ձևանում, որ չի հասկանում, թե ընդհանրապես չի հասկանում։ Ուրեմն ես կարծում եմ, որ ցեղասպան ռեժիմի կամ դրանից հետո Թուրքիայում հաջորդած իշխանությունները, որոնք իրավահաջորդ են այդ հանցագործության։ Միջև այդ հանցագործության գնահատական չտրվի իրենց կողմից, չնայած եղել է այդ գնահատական դատական 19 թվականին, բայց հետո մերժվել է, չէ՞։ Միջև դա չկատարվի, բնականաբար հանցագործը պիտի փորձի հետքերը վերացնել, չէ՞։ Հանցագործության հետքերը, մենք հետք ենք, որպես ժողովուրդ, մենք այդ հանցագործության հետք ենք, մեր պետությունը հետ կա։ Այդ հետքը պիտի վերացվի, որպեսզի հանցագործության մասին ոչ ոք չխոսի։ Սա ակնհայտ բան է։ Հիմա ինչքան ուզում ես հանցագործի հետ, ասա ուզում եմ ներողամիտ լինեմ հանցագործի նկատմամբ։ Եթե ինքը չի ընդունում իր մեղքը, դու իրեն չես օգնում որից ձևով, քրիստոնեաբար եթե մոտենանք,
բայց մյուս կողմից դու օգնում ես իրեն, որ ավելի մեծ հանցագործության գնա, երկրորդ հանցագործության հետքը վերացնելն է։ Իսկ ինչ է պետք անել հանցագործի հետ։ Հանցագործին պետք է դիմագրավել։ Բոլոր դեպքերում այդպես է։ Եթե հանցագործը դու պիտի գիտակցես, որ ասենք ինչքան էլ ուզում ես քրիստոնեաբար լինես իր նկատմամբ, պիտի իմանաս, որ սա գիշատիչ կենդանի է։ Գիշատիչ կենդանու հետ ինչ են անում։ Միշտ փորձում են պաշտպանված լինել, չէ՞։ Ինչ որ առնվազն, ես չեմ ասում արձակվել, բայց պաշտպանված պետք է լինել, թե հոգեբանորեն նախ եւ առաջ, որ գիտակցես, որ սա գիշատիչ է, եւ երկրորդ նաեւ ֆիզիկապես։ Իսկ մնացած խաղացողները, Ռուսաստանը, Եմեն, չգիտեմ, Իրանը, Միացյալ Նահանգները, նրանք հասկանում են, թե ովքեր են թուրքերը եւ ադրբեջանցիները, թե նրանց համար մեկը հայկական պետություն կլինի, թե չի լինի։ Տեսեք, իհարկե միջազգային իրավունքի մասին որ խոսում ենք, իրավունքի դաշտում սա մի հարթություն է եւ ռեալ պոլիտիկը լրիվ ուրիշ հարթություն է։ Հիմա երկու հարթությունում է պետք է մենք լուծումներ ունենանք։ Իհարկե մտածել, որ ասենք ռեալ պոլիտիկում շահեր չկան եւ այդ մարդիկ ինչ որ սկզբունքներից են միայն ելնում, սխալ է, բայց աշխարհը ավելի բարդ է։ Էնել կա, հատկապես արևմուտքում հասարակությունները, քաղաքացիական հասարակություն ասածը իրականում գոյություն ունի եւ հանրային կարծիքը կարող է ազդել եւ ընտրությունների վրա եւ մնացած հարցերով։ Չնայած այնտեղ էլ է հիմա փոփոխվում։ Բայց եթե մենք լինենք իրատես, մենք պետք է շահերով առաջնորդվենք։ Շահերը համընկնում են, որ երկրների շահերն են համընկնում, որոնցը չեն համընկնում։ Եվ այս առումով շատ բացառիկ տարօրինակ վիճակ է առաջացել, երևի այդ պատերազմյան շրջանում այդպիսի բան չկար, որ Մերձավոր Արևելքում նոր իրավիճակ առաջացած լինի, հա, երբ որ նույն Իսրայելի եւ Թուրքիայի շահերը սկսում են հակասել տարածաշրջանում, իսկ Իսրայելը մենք ոչ թե պիտի դիտարկենք որպես փոքր երկիր, այլ դա մի հատ մեծ ցանցի համաշխարհային հսկա ուժ ներուժ ունեցող ցանցի մասին է, որը հստակ ունի հակասություններ, ասենք Թուրքիայի շահերի հետ ոչ միայն Կովկասում, այլ ամբողջ տարածաշրջանում, մեծ տարածաշրջան նկատն է, մեծ Մերձավոր Արևելք, սկսած Միջերկրական ծովից, մինչև Պարսից ծոց, մինչև Կովկաս եւ Կենտրոնական Ասիա։ Այսինքն այդ նոր աշխարհաքաղաքական ճարտարապետությունը, որի մասին խոսվում է ամերիկա-իսրայելական Աբրահամյան համաձայնագրերի, դրա մասին մեր քաղաքական դաշտը առցարակ փուսիկ ոչ մի քննարկում չկա։ Հաստատ կարող եմ պնդել, որ մի պետություն կա, որը շահագրգռված է, որ հայկական անկախ պետություն լինի, դա Իրանն է։ Մնացածի վերաբերյալ ճիշտ ասած կասկածներ ունեմ։ Ես ճիշտ ասած կարծում եմ, որ որպեսզի Իրանը իսկ Իրանի գոյությամբ շահագրգռված այլ ուժեր նույնպես կան, չէ՞։ Ուրեմն ստացվում է, որ եթե Իրանը որոշակիորեն հայկական գործոնից հստակ իր համար գիտակցում է, թե ինչքան կարևոր է այդ հայկական գործոնը, ուրեմն ուժերը, որոնք Իրանի միջնորդավորված ձևով նաև կարևորում են նաև Հայաստանը։ Եվ այդտեղ շատ աշխարհաքաղաքական ուժեր միանգամից սկսում են հետաքրքրվել Հայաստանով։ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դեռ երկար իմ տպավորությամբ երկար է շարունակվելու։ Իսկ Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը ես կարծում եմ, որ երկար չի տևելու, որովհետև աշխարհաքաղաքական զարգացումները շատ արագ են տեղի ունենում հիմա։ Ժամանակը արագացել է եւ տեխնոլոգիական ժամանակն է արագացել, նոր զենքերի ստեղծման արագությունն է արագացել, այնպես որ եւ ասենք հիմնական մրցակցությունը այսօր ծավալվող Միացյալ Նահանգներ, Չինաստան արհեստական բանականության ասպարեզում է եւ դրա ինքնին ենթադրում է ածանցյալ խնդիրը էներգիան հերիքելու է այդ խնդիրը լուծելու համար, որովհետեւ դրա համար ահռելի էներգիա է պետք, նոր էներգիա, որի պահանջը նոր է առաջացել վերջի տարիներին, հենց արհեստական բանականության ենթակառուցվածք ստեղծելու համար։ Նավթի ներկայիս պաշարները դրա համար բավարար են, թե չէ։ Բավարար են, բայց դրա համար ծավալվել է խոշոր մրցակցություն, որովհետև եթե ասենք Միացյալ Նահանգները ունի բավարար միջոցներ էներգետիկ, Չինաստանը չունի, եւ քանի որ մրցակցությունն Միացյալ Նահանգներ Չինաստանի միջև է, ուրեմն նաեւ ծավալվում է
կառավարելու այդ էներգետիկ պաշարները կառավարելու սուր մրցակցություն։ Հետևաբար կռիվը նավթի համար է Հորմուզին ավելի ես կասեի կռիվը արհեստական բանականության համար է, իսկ նավթը դրա ածանցիալն է։ Նավթը, գազը եւ մնացյալ էներգակիրները։ Նրանք կարող են պայմանավորվել։ Ես դժվարանում եմ այդ հարցին միանշակ պատասխանել, բայց ես կարծում եմ, որ եթե ուշադիր հետևենք, ասենք Լատինական Ամերիկայի էներգետիկ պաշարներից կտրելը Չինաստանի, հետո ամբողջ արաբական թերակղզի Պարսից ծոց նորից որոշակի ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու խնդիրը մնում է Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի միջոցները Չինաստանին ինչքանով հնարավոր կլինի հեռու պահել դրանից, այդտեղ բազմաթիվ հարցականներ կան։ Թրիփը, հա, մեզ օգուտ կբերի, կարծում եմ, կարող եք իմ հետ չհամաձայնել։ Եթե դրան մասնակցի Իրանը, դա ֆանտաստիկայի ոլորտից է, դա հնարավոր է թե չէ։ Գիտեք, աշխարհաքաղաքական իմաստով ես կարծում եմ, որ քանի որ խոսեցինք դրա մասին, որ Իրանը ամբողջ Եվրազիայի համար շատ կարևոր, այսպես ասած, ռազմավարական նշանակություն ունեցող հարց է դարձել, Իրանի հարցի որոշակի այս կամ այն կողմ լուծումից հետո բնականաբար Թրիփ ասածը չի ունենալու այն բովանդակությունը, որ այսօր ունի։ Որովհետև եթե դուք հետևել եք այդ ամբողջ գործընթացին, տեսել եք, թե ասենք հրեական գործոնը ինչքան ակտիվ է այդտեղ, չէ՞։ Եվ այն հակասությունը, որը մենք տեսնում ենք Իսրայելի եւ Թուրքիայի միջև, արտահայտվում է նաեւ Թրիփ նախագծի ապագայի ինչպես է զարգանալու այդ նախագիծը։ Եթե Իրանը, ասենք իրանյան պատերազմը, որ ես կարծում եմ երկար չի տևելու, որոշակիորեն ավարտ ունենա եւ Միացյալ Նահանգները, ինչպես իրենք արդեն առաջարկել են, Աբրահամյան համաձայնագրի մաս դարձնեն նաեւ Իրանին, իսկ դա արդեն առաջարկվել է՝ ի տարբերություն Թուրքիայի։ Նկատենք, որ տեսեք Թուրքիան դաշնակից երկիր է, բայց չի առաջարկվել իրեն այս եղանի շուրջ, այսինքն առաջարկվել է, հրաժարվել են, որովհետև հակասություններ կա հենց այդ նախագծում Հնդկաստանից դեպի Եվրոպա գնացող ճանապարհների շուրջ ռազմավարական, այսպես ասած, խնդիրներ կան։ Այդ ճանապարհներից մենք շահելու ենք։ Երկրորդ ճանապարհը այդ նույն Հնդկաստանից դեպի Եվրոպա գնացող, բացի արաբական թերակղզի վրայով գնացող ճանապարհն է, դա Հայաստանի վրայով գնացող ճանապարհն է։ Այնպես որ այդ Թրիփ ասածը կարելի է ոչ միայն դիտարկել որպես ճանապարհ, որը, ասենք, թուրանական ճանապարհ է, այլ որպես հյուսիս-հարավ ճանապարհ, չէ՞։ Եթե բացվի, իսկ այդ բացվելու առումով, ասինքն շատ շահագրգռված ուժեր կան, սկսած Հնդկաստանից վերջացրած Միացյալ Նահանգներով։ Դուք սկսեցիք դրա մասին խոսել, Իսրայելի հակաթուրքական քայլը, ցեղասպանության մասին խոսելը համենայն դեպս բարձրաձայն, հա, դա նույն Իսրայելն է, որը նպաստել է Ադրբեջանին, որ Ադրբեջանը հաղթի 44-օրյա պատերազմը։ Նույն Իրանի հետ կապված շահերով։ Այսինքն ձեր մոտ դա ինչ որ կոգնիտիվ դիսոնանս չի առաջացնում։ Ինձ համար հասկանալի է, որ իրենք առաջնորդվում են իրենց շահերով։ Իրենց ազգային շահերը ենթադրում էին նախ Իրանի հետ հարաբերությունների, այսպես հստակեցում, թույլ չտալ, որ իրանյան, ասենք, այդ առանցքը զարգանա հասնի միջև միջերկրականցով, իրենց համար դա այն պահին կարևոր խնդիր է։ 20 թվականին։ Այո։ Հիմա, երբ որ մենք տեսանք վերջի տարիներին Իրանում զարգացումները, սկսած իրենց նախագահի ուղղաթիռի վթարից մինչև ղեկավարության այսպես ոչնչացում ուղղակի, բնականաբար Իրանում իշխանափոխության մասին է խոսքը գնում եւ ինչ որ պահից հետո մենք 40 տարի առաջ տեսել ենք, չէ՞, որ Իրանը Իսրայելի ոչ թե լավ հարաբերություններ, առաջի դաշնակիցը հենց Իրանն էր, Իսրայելի։ Այսինքն այդ երկիրը տեսել ենք այդ վիճակում, ինչ դժվար է պատկերացնել, որ իրենք նորից սեղանի շուրջ կնստեն։ Այդ երկու երկրները թեև շատ տարբեր են, հա, բայց երկուսից էլ կարծում եմ մենք բան ունենք սովորելու։ Ես նկատի ունեմ, երկուսն էլ իրենց ազգային զարգացման տեսլականն ունեն, որը մենք չունենք։ Համաձայն եք։ Չեմ կարծում։
Չէ՞։ Չէ, ես կարծում եմ, որ հիմա երեք խոսում էի ընկերոջս հետ, որ տեսեք մենք մեր խնդիրներից այնքան ենք ցավը մեր, այնքան խեղդում ա մեզ, որ մենք չենք կարողանում ոնց դուրս նայել, տեսնել իսկ կողքինները ինչ ցավեր ունեն, չէ։ Իրանը ամբողջ պատմության ընթացքում կայսրություն է եղել, չէ։ Հիմա տեսեք այդ կայսրությունը ինչ ճահճային վիճակում է, չէ։ Այսինքն ինքնությունը իրենք ինչպես պիտի նորանան, չէ, այս նոր դարաշրջանում։ Իսկ համաձայն ենք, չէ, որ նոր քաղաքական դարաշրջան է սկսվում։ Բոլորիս համար։ Բոլոր ամբողջ աշխարհի համար։ Բոլոր ինքնությունները նորացման խնդիր ունեն։ Եվ ոչ թե անդական, ասենք, լուսավորչականության այդ սկսած ֆրանսիական հեղափոխությունից սկսած գծին վրա այդ գիծն է փակվում։ Եվ նոր միջդար է առաջանում ամբողջ աշխարհում։ Ես չեմ ասում, բազմաթիվ մտածողներ, քաղաքական գործիչներ այդպես են աշխարհը սկսում տեսնել։ Եվ այդ նոր աշխարհում, նոր դարաշրջան, որ ասում ենք ժամանակը ոնց ոչ թե գծային, այլ կրկնվող սպիրալաձև զարգացման մեջ, այդ նոր միջնադարում նոր ինքնության խնդիր կա։ Նույն բոլորի համար, այդ թվում Իրանի, այդ թվում Իսրայելի, այդ թվում Իսրայելի։ Իսրայելը ինքը լուրջ խնդիրներ ունի իր ինքնության, այսպես ասած, նոր ժամանակներում պատկերացնելու Իսկ նրանք չգիտեն ինչ են ուզում։ Ես կարծում եմ, որ մեզնից ավելի գիտեն, բայց այնքան չգիտեն, որովհետև այդ աշխարհը շատ արագ է փոխվում։ Այդ փոխվող աշխարհում դու պիտի կարողանաս հարմարվես։ Ռուսաստանը այդ նոր աշխարհում ինչ դիրք կարող է գրավել։ Ռուսաստանի ես բնական է հետևում եմ ռուսական մտքին, թե ասենք այնտեղից որևիցե արձագանք կա նոր աշխարհի իրենց նախագծի մասին։ Ցավով պիտի ասեմ, որովհետև հետաքրքիր մտքեր, ստեղծագործական մտքեր Ռուսաստանը ունեցել է, բայց այս շրջանում այսպիսի ամլություն, ինչպես Ռուսաստանից է այս պահին տեսնում ես, ամլություն է տիրում, ամլություն, մի սարսափելի ամլություն է, այսինքն ապագայի հետ կապված որևիցե լուրջ ասելիք, նախագիծ ռուսական գոյություն չունի։ Եթե կոմունիզմի ժամանակ, ասենք, երբ որ կոմունիզմը ծնվում էր, իրենք ունեին մի գաղափար, որ կարողանում էին աշխարհին առաջարկել եւ շատ լուրջ մարդիկ վարակվում էին այդ գաղափարով, սկսած մեր Չարենցից մինչեւ ասենք Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորները, չէ։ Հիմա այդպեսի բան չկա, որ Ռուսաստանից ինչ-որ գաղափար գա եւ հետեւից գնացողներ լինեն։ Չկա այդպեսի արսարակ ամենատարրական գաղափարները չկա։ Այնպես չի, որ դա միայն Ռուսաստանին ա վերաբերում, Եվրոպայում էլ շատ գաղափարներ չեն ծնվում այս բանին։ Շատ գաղափարներ չկա նաեւ Եվրոպայում։ Հիմնականում Միացյալ Նահանգներից է գալիս այսինքն լիցքերը, Չինաստանից է գալիս լիցքերը եւ վերջ, այսինքն իսլամական աշխարհում նույնպես ես կարծում եմ այսպես հետաքրքիր շատ զարգացումներ չկան։ Իշխանության կողմնակիցները ինձ երբեմն քննադատելուց կարող է ձեզ էլ այդպես քննադատում, չնայած շատ հեռու եք դրանից։ Դուք ուզում եք, որ Հայաստանը մնա Ռուսաստանի ազդեցության տակ։ Նրանք կարծում են, որ այս այդքան միամիտ են, որ կարծում են, որ դա հնարավոր է։ Դա պարզապես հնարավոր չէ, իմ ուզելով չի։ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից անվերադարձ։ Ես իմ համար, ինչպես Բյուզանդյան, ասենք, հեռացավ Հայաստանից, չէ՞, ասում եմ, 1/3 դարից հետո սկսած, եւ մենք մնացինք մի հատ ուրիշ աշխարհի մեջ, մեծարարելքի աշխարհի մեջ եւ չկորանք։ Չկորանք այդ մահմեդական, այդ նոր մոնղոլական աշխարհում հայերը չկորան։ Այնպիսի դիրքեր գրավեցին, որ հետո նույն եվրոպացիները եւ նույն չինացիները հայերին ընդունում էին որպես շատ կարեւոր մի հատ գործոն։ Այնպես որ մենք այստեղ եղել ենք, այս տարածաշրջանում եղել ենք, ելի կլինենք, Ռուսաստանը կլինի 200 տարի այստեղ, հետո կգնա, թե չի գա, պատմությունը մենք երկարատ ժամկետ ժողովուրդ ենք, այսինքն մենք մեր հիշողությունը կարճ չի, այսինքն այն մարդկանց, ովքեր պատմություն գիտեն։ Մեր հասարակությունը արդեն ասացինք, չկա կոնսենսուս, թե ինչն է պետական եւ ինչն է հակապետական։ Մի հատ փոքրիկ օրինակ բերեմ։ Երեխան նկարում է տատիկ պապիկի նկարը, կախում է դպրոցում, պաշտոնապես ասում է, որ դա հակապետական է։ Չկա ընդհանուր պատկերացում, թե ինչ է պետական, ինչպես պետք է մեր պետությունը զարգանա։ Լավ եք ասում, բայց ես չեմ կարծում, որ այստեղ կոնսենսուսի հարց կա։ Արարատի հարցում ես կարծում եմ կոնսենսուսը կա, օրինակ, հայ ժողովրդի։ Ինչքան էլ ասեն չկա։ Ինչքան էլ որ մարդիկ հայտնվեն, ասեն չէ, պետք է արագած նկարեք, արագած պետք է ամենտեղ ցույց տաք եւ այլ։ Այդ աբսուրդ է, այդ գրոտեսկ է, հասկանում եք, այդ իր գլխարկի նման։
որով ինքը այսինքն ժամանակավրեպ մի բան է, որ այդ գլխարկը արդեն աշխարհում չեն հագնում, որովհետև ավտոմեքենաներով են մարդիկ, չէ՞, այդ գլխարկը հարմար չի ավտոմատներով, բայց ինքը այդ գլխարկը ամենտեղ հագնում է եւ ցույց է տալիս, որ իբրև թե այդ իր բրենդն է։ Հիմա Արարատի խնդիրը այդ հասկանում եք ժամանակավրեպ է։ Սա ժամանակ ինչպես որ հայտնի բանաստեղծությունը, որ ասում է ինչպես Արարատին նետած բանը, չէ՞, քարը։ այո։ Հա, արժեք չունեցող բան է, ինչքան ուզում ես խփի Արարատին։ Արարատը կմնա լինելու է Երևանելու է։ Երևանի առանցքն է։ Ինքը, քանի Երևանի Հանրապետությունը կա, Արարատյան Հանրապետությունն է ինքը ըստ սահմանման, ըստ ճարտարապետության, ըստ աշխարհագրության։ Հա, այսինքն ինչ պետք է անես, ոնց է ասում ես գլուխը ցենց պահի։ Ինչ է սա գրոտեսկ է։ Այսինքն առաջարկը կոնսենսուս, ոչ թե կոնսենսուս չկա։ Ինքը ժամանակավրեպ առաջարկ է։ Այդ ցիլոյական, այսպես ասած, դե պայմանական, կարող է պետական ծրագիր լինի այդ անհեթեթությունը։ Նախ երևի պետք է հասկանալ ինչ կապ ունի այդ ամեն ինչ պետության հետ։ Պետությունը ազգի բարձրագույն կազմակերպման ձևն է։ Հիմա իրար չհամոզենք, հա, որ սա մեր ազգի բարձրագույն կազմակերպման ձևը չի։ Հա, պետք չի, չէ՞, համոզել, սա որ սա կազմակերպվածության ձև չի։ Սա գրոտեսկ է։ Այսինքն մենք պիտի ի տարբերություն ասենք քրդերի, որոնք պետություն դեռ չունեն, չէ՞, իրենք մտածում են, այ արթնանում են, ասում են, չէ, բայց վաղը պետքա պետություն առաջանա, մտածում են դրա։ Հիմա հայերին թվում է, որ իրենք պետություն ունեն եւ չեն մտածում, որ այդ պետությունը դեռ պիտի ստեղծվի։ Հասկանում եք, մենք պետություն դեռ չունենք։ Մենք մանդատայինալ չենք, մենք ուղղակի բաժնետիրական ընկերություն է, որտեղ տարբեր բաժնետերեր են, ասենք առաջ Ռուսաստանն էր հիմնականը, չէ՞, հիմնական բաժնետերեր, կամած ուրիշ բաժնետերեր հայտնվեցին, հիմա մենք բաժնետիրական ընկերություն է, իսկ այս խամաճիկները այդ բաժնետիրական ընկերության ժամանակավոր, այսպես նշանակվածներ են, իրենք որից է ձևով չեն արտահայտում ներքին մեր ազգի շահերը, մենք դեռ չենք գիտակցում, որ այս նոր աշխարհում, որը ձևավորվում է, նոր պետությունները տրանսնացիոնալ իրականության մեջ լրիվ այլ ստատուսներով են գործում։ Դա այն աշխարհը չի, որը կար 20-րդ դարում, անգամ 19-րդ դարում։ Սա նոր աշխարհ է, շատ առումներով նման, ասենք մինչ Վեստֆալյան, մինչ 1648 թվականի պետությունների եւ կազմակերպությունների վիճակը, այսպես խայտաբղետ քաղաքպետություններ, ծովահեններ, չգիտեմ ինչ, այդպիսի կառուցվածքեր, որի մեջ գործում են նաև, ասենք, խոջայական հայկական կապիտալը։ Մենք այդպիսի անդր ազգային ցանցային վիճակում աշխարհը գտնվում։ Հիմա տեսեք հայության հենց Հայաստանի ներսում մեծ մասը իր ժամանակը, ասենք, երիտասարդության անցկացնում է, ասենք, որտեղ Էկրանի առաջ։ Այդ ում տարածքն է։ Որտեղ է, դա մենք որտեղ ենք գտնվում Հայաստանում, թե Google-ի, թե ասենք արհեստական բանականության, թե ում տարածքում ենք գտնվում, չեն գիտակցում, չէ՞, որ լրիվ ուրիշ տարածքների մասին է խոսքում, անդրազգային, այն սահմանները, որ sense նկարում է, գոյություն չունեն, ըստ էության գոյություն չունեն արդեն, որտեղ շատ ավելի կարևոր ուժեր կարողանում են ազդել քո ամենօրյա գործունեության վրա, ստանալ ինֆորմացիա չունենալով, ասենք, հետախուզական են հին ձևերը, բայց ունենալով քո մասին ամեն ինչ, իմանալով ամեն ինչ։ Իսկ այս նոր աշխարհում նոր տրամաբանությամբ չառաջնորդվել չունենալ այդ, այսպես ասեմ, տեսեք օրինակ Կիլիկիայի անկումից հետո աղետ էր, չէ՞, եւ երկար ժամանակ հայերը չէին կարողանում կողմնորոշվեն ինչ աշխարհի մեջ են հայտնվել։ Բայց ասենք հայտնվեց մեհաբանությունը Մխիթարյան եւ իրեն կարողացան սկզբունքորեն հասկանալ նոր աշխարհի տրամաբանության մեջ ինչպես պետք է Հայաստանը ինտեգրվի, ինչ կրթական համակարգով, ինչի հիման վրա, ինչ պատմության հիման վրա եւ այլն, նարատիվները ինչ պետք է լինեն, չէ՞։ Այդ ամեն ինչը եթե չարվեր նոր աշխարհի, մենք կվերանայինք, կմնայինք միջնադարյան ազգ ընդհանրապես։ Շատ լավ օրինակ է։ Հիմա այդպիսի ժամանակներ են, անցումային ժամանակներ են սկսվել։ Հիմա այդ նոր նարատիվներում եկեղեցին, ազգային ինքնությունը, մշակույթը, պատմությունը ինչ դեր են խաղում։ Շատ լավ հարց եք տալիս, ուղղակի երկու շաբաթ առաջ ես Նել Ֆերգյուսոնի ուրեմն հոդվածն էի նայում, ամերիկյան արևմտյան պատմաբան է Անգլիայից, որը Ամերիկայում է գործում, նա այսպիսի հոդված էր գրել պատմության վերջը,
պատմության վերջը ոչ թե այն իմաստով, որով Ֆուկույամայի, այլ որ ասում եմ ես որպես պատմաբան զգում եմ, որ ես չկարողացա իմ առաքելությունը իրականացնել, որովհետև այն ժամանակը, որում պատմությունը, տրամաբանված փաստարկումը եւ այլը կարեւոր էր, հիմա այս նոր առաջացած աշխարհում դա TikTok-ային տրամաբանությամբ 5-7 վայրկյանների ընթացքում ուշադրությունը գրավելու, զգացմունքային վիրուսների միջոցով անընդհատ ուշադրությունը գրավելով, այդ երկար փաստարկումները, պատմությունը եւ այլն, կարծես թե ոչ մեկին պետք չի, որտեղ ամենօրյա այս ներկան, որ անverջ ներկա է թվում, խլում է այդ ամբողջ ուշադրությունը, բայց հենց դա խոսում է այն մասին, որ մենք նոր ժամանակներում ենք ապրում, նոր միջնադարում ենք ապրում, հետ գրային, որը նաև հետ պատմական նաև շրջան է, որտեղ այդ լաբիրինթոսը ամենօրյա, որը միջնադարում կար, ասենք ամբողջ աշխարհը այդպես լաբիրինթոսային պատկերներ են, մի պատում չկար, մի պատմություն չկար եւ այլ, ամեն մեկը իր ցեղային պատմությունով, համայնքային պատմությունով էր ապրում, բանավոր։ Այ հիմա մենք այդպիսի մի հատ շրջան ենք եկել, բայց արդեն թվանշանային ցեղային պատումներ են, որտեղ դու քո, այսպես ասած, սենյակի մեջ քո Facebook-ի այն ալգորիթմները, որը քեզ սահմանափակում են, այն թունելը, որի մեջ դու հայտնվում ես, դու չես կարողանում տեսնել ամբողջը։ Իսկ ով որ տեսնում է ամբողջը, այդ ալգորիթմների տերն է, որովհետև ինքը այդ ամեն ինչը կարող է ստատիստիկորեն վերլուծել եւ այլ, եւ մենք այդպիսի բարդ ժամանակ ենք, լաբիրինթոսա նոր, բայց դա նա չի նշանակում, որ հնարավոր չի այդ լաբիրինթոսում նոր տրամաբանությունը հասկանալ։ Ումբերտո Էկոից սկսած մինչև նոր ժամանակի տեխնոֆեոդալիզմի այդ գաղափարախոսները, նոր պահպանողականությունը, որը առաջացել է քաղաքական թե Եվրոպայում, թե Միացյալ Նահանգներում, շատ կարևոր քաղաքական այսպես բաներ են տալիս, ուղենիշներ են տալիս, թե դու ինչպես կարողանաս այդ փարոսներ տեսնես այդ նոր քաոսի մեջ։ Դրանով զբաղվում է հենց ազգային ժողովրդավարական բևեռը իր հանդիպումները կազմակերպելով, ասենք, նոր պահպանողականների հետ համաշխարհային հանդիպումների ժամանակ, քննարկումներ ծավալելով եկեղեցու մասին եւ այն արժեքային համակարգի մասին, որը գտնալով ավելի կարեւոր է դառնալու։ Այդ ամենը համաձայն եք մեր խոսակցության այսօրվա թեման թրենդային չի մեր Հայաստանում, չէ՞, որովհետև թրենդայինը այսօր սրան բռնեց, վաղը նրան բռնեց, հետո սրան բաց թողեց, հետո այս գլխարկը հակավ, հետո այն, այսինքն ինչպես անել, որ այնուամենայնիվ մի քիչ լրջացնել, այսպես ասած, իրավիճակը։ Ես կարծում եմ ժամանակը ինքն է լրջացնելու, ոչ թե մենք ենք լրջացնելու։ Ուղղակի այն մարդիկ, ովքեր լուրջ են վերաբերվում, պետք է իրենք շարունակեն իրենց դիմադրությունը, չնայելով թե քանի հոգի է այսօր հասկանում դա։ Ինչպես որ ասենք նույն գիտեք Ֆրանսիայում նորից վերադարձել են Դեգոլի կերպարին եւ հետաքրքիր է նա որ Դեգոլի կերպարը հայ են հրավիրել կատարելու համար, չէ՞, Ֆրանսիայի երկու սերիանոց ֆիլմը Հայաստան դեռ չի հասել։ Բայց Դեգոլի օրինակը փայլուն օրինակն է։ Դեգոլին ոչ ոք չի ընտրել, չէ՞։ Չեն ընտրել Դեգոլին, այն ժամանակ երբ որ ընտրությունները ուրիշ մարդկանց էին ընտրում, չէ՞։ Բայց Դեգոլն էր, որ ի վերջո կազմակերպեց 4 տարի տևեց մինչև այդ դիմադրության շարժումը, ասենք կոմունիստներից մինչև թագավորականները, որ գային միտեղ միաժամանակ սկսեին պայքարել։ Այդպիսի հույսեր ունեք Հայաստանի վերաբերյալ։ Ես ոչ թե հույսեր ունեմ, ես իրականում փաստերի վրա եմ հենվում։ Մենք տարածաշրջանում ենք, որտեղ լուրջ փոփոխություններ են կատարվում, հենց Իրանում, եւ տեսնում ենք նաեւ թուրք-իսրայելական հակասությունները, եւ այսօրվա այս կոլաբորացիոն համակարգը, որը կա, որը թշնամուն հետ համագործակցում է, այս երկուսը հակասության մեջ են։ Այդ հակասությունների վրա պետք է հենվի մեր դիմադրությունը, ոչ թե մեր ցանկության միայն։ Մեր ցանկությունը շատ կարևոր է։ Մեր կամքը առանց մեր արժեքների, առանց մեր հավատի ոչ մի բան չի լինի, բայց որ կա օբյեկտիվ իրականություն, որը ցույց է տալիս, որ այսպես չի կարող շարունակվել, ոչ թե Հայաստանում միայն, այլև տարածաշրջանում, եւ լրիվ այլ իրականություն կարող է ծնվել։ Ես իմ համար մի արժեք է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում եի ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուքազյանի հետ։